պահենք այս շփողը, որը ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից։ Իսկ հայ զինվորը պետք է կոփի իր կամքը բանակում ծառայելով, լինի կարգապահ, պարտաճեններ ու հայրենասեր զինվոր, եւ անհրաժեշտության դեպքում կյանք չխնայի հայրենիքի համար։ Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ եւ կործանվում դրա պակասից։ Մենք այնքան ուժեղ, այնքան սթափ, այնքան պատրաստ պետք է լինենք պատերազմին, որ պատերազմ չլինի։ Մենք պետք է ներկայանանք ավելի պինդ, թե կազմակերպությամբ, թե պետությամբ, ավելի մեծ հավատքով, ավելի ոգեղեն։ Շնամու դեմ հաղթանակները տարվում են դեռ գրովը չսկսած նախ բարարապես, նախ հոգիների մեջ, գրովը միջոց հիմա շոշափելի եւ արտարացն տալով մեր ներքին ստացուն ու մեր Հայտնապետը, Վարդան Մամիկոնյանը, Անդրանիկ Օզանյանը, Վազգեն Սարգսյանը, Հովհաննես Բաղրամյանը, որքան շատ են նրանք, մայրիկ, ուզում եմ, որ ես էլ դառնամ ազգի պաշտպաններից մեկը, իսկ դու շատ ես մտածում եւ վախենում ես ինձ համար։ Ոչ, ոչինչ, ես չեմ վախենում, երբ դու դեռ չէիր ծնվել, մի տատիկ ինձ ասաց, որ հայ զինվոր եմ լույս աշխարհ բերելու, իսկ սեպտեմբերի 1-ը երբ եկավ, քեզ տարադպրոց, մեր հարևանը մաղթեց, որ լավ մարդ դառնաս, հիշում ես ինչ պատասխանեցիր։ Ոչ։ Դու ասացիր, որ լավ զինվոր ես դառնալու, այդ ժամանակ ես նորից բերկրան զգացի։ Գնա որդիս, պաշտպանիր քո հայ սահմանը, գնա, որ հայ մայրերը միայն ուրախությունից լացնեն, գնա, որ երկնքում հրավառության թնդանոթի ձայնը լսվի, գնա, որ հայոց առավոտները խաղաղ բացվեն։ Գևորգյան, Կտամ հոգիս բույսերով վաղ եթե պետք է, սիրտս կտամ անմնացորդ եթե պետք է, սիրտս ու հոգիս տամ նվիրեմ, գիտեմ պետք է։ Կյանքիդ համար կյանքս կտամ անթուրթուն, սրտով կտամ սիրով կտամ ուրումուն։